Շնորհակալություն, Առավոտ օրաթերթ, Ռոզա Հովհաննիսյան։ Պարոն Կարապետյան, ես ուզում եմ այս նախորդ հարցը մի քիչ շարունակել, այդուհանդերձ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանում Պուտինի հետ հանդիպումից հետո մոտարապես ժամանակահատված այդպես համընկավ, հայտարարեց, որ դուք շուտով ունեզրկվելու եք եւ այն այսպես ասած խոստումները, երաշխիքները, որոնք տվել եք, դրսում չեն կատարվելու, ակնհայտորեն նկատի ուներ Ռուսաստանը երևի։ Ես ուզում եմ մի քիչ բացել էլի այս հարցը, ինչ որ, չգիտեմ, խաղադրույքներ են կատարվել, կոպիտ ասած, ձեր հաղթելու հարցի շուրջ, ինչ է տեղի ունեցել, ինչու ինքը այդպես պնդում, որ դուք ընտրություններից հետո ունեզրկվելու եք պարտադիր, եւ մի փոքրիկ հարց էլ տամ, էլի, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ասել էր դուք այն ուժն եք, որի շուրջ հնարավոր է ընդդիմությունը կոնսոլիդացվի, հետո ասվեց, որ չնայած բանակցություններին չկարողացաք գալ ընդհանուր համաձայնության, ինչ տեղի ունեցավ եւ ի վերջո, չգիտեմ, դուք ինչպես եք ճիշտ համարում, լավ չէր լինի, որ ընդհանուր մեծ դաշինքով ինչ որ քննարկումներ կամ մասնակցության հարց դիտարկել, շնորհակալություն։ Ես շնորհակալություն եմ հայտնում Լևոն Տեր-Պետրոսյանին իր կարծիքի համար, բայց իրոք մենք բանակցություններ վարել ենք շատ ուժերի հետ եւ դուք տեսնում եք շատ ուժերի հետ մենք համագործակցության պայմանագրեր ստորագրում ենք։ Ինչ վերաբերում է կոնկրետ ուժի մասին, իրենք առաջարկել են իրենց օրակարգը, մենք առաջարկել ենք մեր օրակարգը եւ տեսել ենք, որ դրանք մի քիչ չեն համապատասխանում։ Դրա համար մենք գնացինք մեր ճանապարհով, իրենք գնացին իրենց ճանապարհով։ Բայց դա չի նշանակում ընտրությանը բոլորը մասնակցում են, բայց վստահ եմ, ինչ որ պահի բոլորը ճիշտ կգնահատեն իրենց ուժերը, որովհետեւ ընտրության սկզբից շատ ուժեր գերակնահատում են իրենց հնարավորությունները եւ հույսով եմ կանեն ճիշտ ընտրություն, կաջակցեն մեր դաշինքին։ Եվ առաջի հարցը, ինչու հենց Ռուսաստանում հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություններ արեց ձեր ունեցվածքի մասին։ Դե գիտեք ինչ, հիմա նորից անդրադառնամ դրան, դա այնքան անլուրջ բանի մասին ենք խոսում։ Նիկոլ Փաշինյանը ինչ որ բան ասել։ Ով է, դա արդեն իր խմբակի մեջ լուրջ չեն ընդունում նրա ասածները, դուք ուզում եք ես նրա ասածները դնեմ մեկնաբանեմ։ Նիկոլ Փաշինյանը չի պատկերացնում այն ունեցվածքի մասին, որի մասին խոսում է ինքը։ Դրա համար չկա այդպիսի մարդ, այդպիսի ուժ, նույնիսկ որ կարող է ինձ ամբողջությամբ ունեզրկի ու սրանով ես ուզում եմ այդ թեմային էլ չանդրադառնամ։ Շնորհակալություն, գործընկերներ, հաջորդ հարցը Մեդիահաբ, խնդրեմ։ Պարոն Կարապետյան, դուք այստեղ էլ հենց ասուլիսի սկզբում նշեցիք, որ դուք հաջորդ վարչապետն եք։ Դա անքննելի ճշմարտություն է ձեր եւ ձեր թիմի համար։ Հիմա ես ձեզ որպես հաջորդ վարչապետ հարց եմ տալիս, որը ինձ համար կոնկրետ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի շատ կարևոր է։ Բոլորի ընկալումներում դուք բիզնեսից եկած մարդ եք եւ գիտեմ, որ դուք հաջողակ գործարար եք, հաջողակ բիզնեսմեն եք։ Մենք ձեզ քաղաքականության մեջ, մանավանդ այս բարդ իրավիճակում հայտնված Հայաստանի Հանրապետության պարագայում մենք ձեզ չենք պատկերացնում եւ չգիտենք, թե դուք ոնց եք գործելու այդ դաշտում։ Ինձ մտահոգում է, արդյոք քաղաքականությունում լինելու պարագայում դուք չեք առաջնորդվելու, պաշտպանելու ձեր բիզնես շահերը, սա մեկ, եւ երկրորդը, եթե դուք այլևս վարչապետ եք, ինչպես դուք նշում եք, արդյոք պատրաստ եք քաղաքական կամք ցուցաբերել նախկին եւ ներկա բարձրաստիճան պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկել, որոնք քրեական տարբեր գործերով անցնում են։ Շնորհակալություն։ Ինչ վերաբերվում է բիզնեսին եւ քաղաքականությանը, թե հաջողակ բիզնեսմեն լինելը, թե հաջողակ քաղաքական գործիչ լինելը, դա առաջնորդության մասին է խոսքը։ Չկա ուրիշ գիտություն։ Եթե դու լավ առաջնորդ ես,
Դու լավ առաջնորդ ես թե բիզնեսում, թե քաղաքականության մեջ, թե պետությունն ես ղեկավարում ճիշտ, դուք դրանում չկասկածեք, եթե մեզ հաջողվեց ընդամենը 6 ամսում դառնալ գլխավոր օպոզիցիոն քաղաքական դաշինքը, եթե մեզ հաջողվեց դառնալ առաջատար քաղաքական ուժը, վստահ եղեք, մենք ավելի մեծ արագությամբ զարգացնելու ենք Հայաստանի տնտեսությունը, բերելու ենք կայուն խաղաղություն, արժանապատիվ խաղաղություն մեր երկրին։ Հաջորդ հարցը, եթե դուք այլևս վարչապետ եք, Հայաստանում հասարակության մոտ, այսպես ասած, այն անարդարության զգացումը կարողանալու եք վերականգնել, որը վերաբերում է նախկին եւ ներկա իշխանությունների քրեական գործերի մասով։ Ներկաներին իհարկե պետքա քրեական գործեր հարուցեք դուք։ Ես չեմ ասել, որ ես արդեն վարչապետ եմ։ Ես ասում եմ, ես հաջորդ վարչապետն եմ։ Ես հենց հաջորդ վարչապետն նկատի ունեմ։ Եվ ասում եմ, որ մենք գործելու ենք, չէ, դուք ասեք, ես ասում եմ վարչապետ եմ։ Եվ ասում եմ, մենք գործելու ենք օրինականության դաշտում։ Չենք անելու նույն սխալները, ինչ արեց ներկա իշխանությունը, բոլոր հարցերում։ Ինքը դրանով տապալվեց, ձախողվեց։ Դրա համար մենք ամեն ինչին շատ լուրջ ենք վերաբերվելու։ Մեկ-երկու մարդկանց կարծիքի հետևից չենք ընկնելու։ Գոյություն ունի Հայաստանում օրենք, եթե չկա էլ կլինի օրենք, կլինի արդարություն, արդարադատություն, իրենք կորոշեն մարդկանց մեղքերը, եւ այդ մեղքերով կամ դատապարտվեն, կամ դառնան ազգային հերոսներ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, Սյուզի Բադոյան։ Եվրամեդիա 24, ես ուզում եի մի փոքր էքսկուրս անել պատմական կարճ հիշողությամբ վերադառնալ 21 թվականը, ձեզ շատերը հաճախ, այդ թվում մենք լրագրողներս, հիշում ենք եւ քննարկում ենք, եթե չասեմ քննադատում ենք, ձեր այն հանդիպման համար, որ դրսում հախուռն էմոցիոնալ միտինգներ էին, հայրենասերները փողոցում էին, բայց դուք սեղմեցիք Նիկոլ Փաշինյանի ձեռքը եւ շնորհավորեցիք նրան Արցախում տարված պատերազմի պարտությունից հետո։ Եվ այսօր դուք այդ նույն Նիկոլ Փաշինյանին, որին այնքան լուրջ եք վերաբերվել եւ արհամարել եք թույլ տվել ասել փողոցում նրա դեմ կռիվ տվող քաղաքացիներին, դուք այսօր նրան հեգնում եք, ծաղրում եք եւ ասում եք, որ նույնիսկ լուրջ չեն վերաբերվում իր թիմակիցներին։ Ես համաձայն եմ, անձամբ ես համաձայն եմ։ Բայց այն ժամանակ ինչու եք դուք լուրջ վերաբերվում, ինչու եք արհամարում մեր պայքարը եւ ինչու եք նրա ձեռքը սեղմում եւ չեք համարում, որ դուք էլ ուշեղացրել եք ձեր հերթին Նիկոլ Փաշինյանին եւ այն Նիկոլ Փաշինյանին, որը այսօր դարձել է հեգեմոն եւ խժռում է բոլոր արժեքները։ Եվ իմ մյուս հարցը, դուք համաձայն եք, որ հանրային համերաշխության խնդիր ունենք մենք, ամբողջ Հայաստանում իրար ատում են, ընտանիքի անդամները, եղբայրները իրար։ Դուք ունեք ձեր մտքում նախագահի թեկնածու եւ կբարձրաձայնեք այն նախագահի թեկնածուի անունը, որպեսզի մենք հասկանանք ով է լինելու, այսպես ասենք, իշխանությանը զսպող, Հայաստանի դեմքը նաև ներկայացնող այն պաշտոնյան, որը ֆորմալ ձևական բնույթ չի կրի, մեռելների հետ չի նկարվի, նա խնդիր կլուծի եւ նա կբալանսավորի եւ հանրային համերաշխության հարց բալանսակբերի ամբողջ Հայաստանում։ Իդեպ ձեզ նաև առաջարկվում է, եթե սոցցանցերով ձեզ փոխանցում են մոնիտորինգ, առաջարկվում է հենց Աջապահյանի թեկնածությունը, ինչու, որտեղ նա հոգևորական է, ունի բացարձակ բարձր ռեյտինգ, ինչ կասեք այս մասով, ձեր մտքով անցել է թե ոչ, որտեղ գիտեմ, որ դուք հատուկ վերաբերմունք ունեք եւ իր անձի եւ առհասարակ մեր հոգևորականների նկատմամբ։ Ու մի բան էլ, ինձ խնդրել են ձեզ հարցնելու, ովքեր են ձեր ԱԱԾ-ի պետը լինելու եւ դատախազը։ Շնորհակալ եմ։ Ես տեսնում եմ դուք ուզում եք ես հայտարարեմ հաջորդ քաղբանտարկյալների անունները։ Դրա համար ես հաստատ դա չեմ անելու, հաստատ դիմացեք, մենք ունենք թե լուրջ նախագահի թեկնածու,
թե ճիշտ կառավարության անդամներ, ում միջոցով մենք զարգացնելու ենք մեր երկիրը եւ վերադարձնելու ենք մեր երկրի արժանապատվությունը եւ դրա համար անելու ենք առաջին քայլը, միավորելու ենք մեր ժողովրդին, համախմբելու ենք մեր ժողովրդին։ Այսինքն բայց ասեցի, դուք չլսեցիք, ցանկացած անուն հիմա տան, դա նույնիսկ ձեր անունը տան, 5 րոպե հետո դուք կլնեք KGB-ի պատվալում, դրա համար եկեք չմասնավորեցնենք, Աջապարյանը իրոք ես ունեմ բացարձակ հարգանք այդ մարդու նկատմամբ եւ ընդհանրապես այն մարդկանց նկատմամբ, ովքեր հայրենասեր են, համարձակ են, համառ են, իսկ Աջապարյանը համապատասխանում է բոլոր կրիտերիաներին, բայց Աջապարյանը շատ լավ հոգևորական է եւ ինքը կախվածություն ունի իր աշխարհից։ Դրա համար երկրի զարգացման համար մենք կունենանք այնպիսի նախագահ, ով կախվածություն չունի եւ ով հնարավորություն ունի օգնել մեր երկրի բարգավաճմանը։ Ես վստահ եմ, Աջապարյանը շատ հնարավորություն ունի, բայց մենք չպետք է մոռանանք, որ ինքը ունի իր հոգևոր վերադասը։ Առաջի հարցը, դուք որ ասեցիք, ես 21 թվականին հանդիպել եմ եւ շնորհավորել եմ Նիկոլ Փաշինյանին։ Իհարկե շնորհավորել բառը դուք հորինեցիք, որտեղ այդպիսի բան չի եղել, իսկ ինչ վերաբերվում է հանդիպելուն, իրոք ես հանդիպել եմ եւ փորձել եմ խելք եւ շնորհք։ Ձեր խոսքի բնույթը եղել է ոչ թե տնտեսությունը, այլ Արցախը, այլ ընդդիմություն, այլ երկրի անդամներ։ Առաջին հերթին ասեմ, երբ դու պետության ամենախոշոր ընկերությունների տերն ես, երբ երկրի ղեկավարը, թեկուզ ամենածախողված ղեկավարը ցանկանում է քո հետ հանդիպել, շատ դժվար է ու շատ գռեհիկ է իրեն ասել, ես չեմ ուզում քո հետ հանդիպել։ Ես դա արել եմ իմ դաստիարակության սահմաններում, հարգել եմ այդ ինստիտուտը, ոչ թե մարդուն, ում հետ ես հանդիպել եմ։ Իսկ ինչ վերաբերվում է ձեր պայքարին, փողոցային եւ բոլոր պայքարներին, ես խորհուրդ եմ տալիս այդ պայքարի ղեկավարներից ճշտեք իմ մասնակցությունը։ Ես գնահատում եմ, դա եղել է ամենամեծ մասնակցությունը, բայց ես դա ոչ մի անգամ չեմ հանրայնացրել, արել եմ հանգիստ, դրա համար կարող եք ճշտել։ Շնորհակալություն, հաջորդը ABC Media։